Ինչ է տեղի ունենում լսողական ապարատում, որ սկսում է լսողությունը նստել։ Այսօր ծանրալսությունը կամ խլությունները բավականին շատ ավելի տարածված են։ Նորածիններին իրականացվում է լսողության սկրինինգ։ Եթե արդեն 6 ամսականում էլ 9 ամսականում էլ չի անցնում երեխան սկրինինգը, դա արդեն ահազանգ է։ Երիտասարդները հիմնականում ականջակալերով են։ Միջինում մինչև 70 դեցիբել, այսպես ասած, դա մաքսիմումն է, կոմֆորտ զոնան։ Նույնիսկ ասում եմ, ուզում եմ քնեմ, այդ աղմուկը ինձ խանգարում է։ 20 օրից արդեն 1 ամիսը դա արդեն ուշ է համարվում։ Հնարավոր է, որ մարդը արթնանա ու ուղղակի հասկանա, որ չի լսում։ Պացիենտները նշում են, ականջս փակվում է, հանկարծ օրվա մեջ լրիվ փակ է եւ հանկարծ երեկոյան օրինակ բացվում է։ Հարգելիներս, եթե մարդը վատ է տեսնում, ինչ է կրում։ Ակնոց, իսկ ինչու պիտի վատ լսելու դեպքում լսողական ապարատ չկրի։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք լսողության իջեցումից, ծանրալսությունից։ Իմ հյուրը Էվամեդ բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբան Սուսաննա Ռոստոմյանն է։ Բարև ձեզ, բժշկուհի։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ մեզ մոտ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Գիտենք, որ ծանրալսությունը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի, այսինքն տարիքի հետ կապված։ Բայց բնածին դեպքերի ժամանակ մի փոքր մոտեցումը կարծես այսպես անհասկանալի է, հա, քանի որ բոլորս գիտենք, որ նորածիններին իրականացվում է լսողության սկրինինգ։ Բայց ամիսներ անց ծնողները բողոքում են, որ իրենց երեխայի մոտ կամ լավ չի իրականացվել, կամ առհասարակ չի իրականացվել լսողության սկրինինգ, որովհետև հայտնաբերվել է երեխայի մոտ լսողության իջեցում, ծանրալսություն։ Արդարացի է բողոքը։ Բնավ ոչ։ Նախ առաջինը սկրինինգը ներդրվել է Հայաստանում ի ուրախություն բոլորիս 2008 թվականից եւ բոլոր ծննդատներում իրականացվում է մանկական այդ լսողության սկրինինգը 24-ից 48 ժամերի ընթացքում բալիկի ծնվելուց եւ մի էսպիսի բան կա, որ երբ որ առաջին անգամ իրականացվում է սկրինինգը, պարտադիր չէ, որ առաջին անգամ հենց միանգամից գրանցվի, որովհետեւ կան շատ պատճառներ, օրինակ, բալիկի արտաքին լսողական անցուղում կուտակված պտղաջրերը, մակարդուկները արյան, միջին ականջում միքսոիդ հյուսվածքի արկայությունը, որը խանգարում է գրանցելուն, այդ օտոակուստիկ էմիսիայով որոշվում է լսողությունը, այդ ներքին ականջի պատասխանը մազմոզկավոր բջիջների, եւ երբեմն այդ պատճառներով չի գրանցվում սկրինինգը։ Ուստի պարտադիր խորհուրդ է տրվում ծնողին 3 ամսականում կրկնել սկրինինգը, լինում է այնպես, որ 3 ամսականում ամեն բան գրանցվում է, ամեն բան լավ է, սահմանափակվում է, սակայն լինում է, որ դեռ 3 ամսականում նույնպես կան խոչընդոտներ եւ հարկավոր է արդեն 6-9 ամսականում գրանցել սկրինինգը։ Եթե արդեն 6 ամսականում էլ 9 ամսականում էլ չի անցնում երեխան սկրինինգը, դա արդեն ահազանգ է եւ այդտեղից սկսած արդեն ավելի խորը հետազոտություններ են արվում եւ ձեռնարկվում են համապատասխան քայլերը, քանի որ օպտիմալ տարիք բալիկի, որպեսզի եթե հայտնաբերվում է բնածին խլություն, դա 1 տարեկանն է, որովհետև արդեն երբ որ զարգանում է երեխայի խոսքը, մինչև 3 տարեկան, այսպես ասեմ, արդեն իսկ արդյունավետությունը արդյունավետ չէ լսողության վերականգնումը, այսինքն այդ փրկող վիրահատությունը կոխլեար իմպլանտացիան։ Ինչ է տեղի ունենում լսողական ապարատում, որ սկսում է լսողությունը իջնել, այսպես ժողովրդի լեզվով ասած, հա, նստել լսողությունը։ Ձեր այս գեղեցիկ հարցին պատասխանելու համար նախ առաջինը պիտի հասկանանք, որ ծանրալսությունները պայմանավորված են ականջի 3 հատվածների խնդիրներով էլ, այսինքն բանալ արտաքին ականջի ծծմբային խցանից սկսած, մինչև միջին ականջում հեղուկի կուտակում, որը բալիկների մոտ շատ հաճախ է հանդիպում, միջին ականջի ոսկրիկների խնդիրներով պայմանավորված եւ ամենամեծ խումբը ներքին ականջի, այսինքն լսողական նյարդի վնասումով պայմանավորված ծանրալսություններն են։ Այսինքն մեխանիզմը տարբեր է, հետեւաբար պատճառներն էլ տարբեր են։ Ծանրալսությունը տարիքի հետ եկող արդեն կարող են կապել զուտ տարիքի գործոնի հետ, թե կան արտաքին գործոններ, որ կարող են նպաստել ծանրալսության առաջացմանը։ Անի ջան, ցավոք սրտի այսօր ծանրալսությունը կամ խլությունները բավականին շատ ավելի տարածված են եւ ըստ ԱՀԿ-ի տվյալների ամբողջ աշխարհում մեր Հայաստանը նույնպես այդ տվյալներին համապատասխանում է, մոտ 400 միլիոն մարդ տառապում է ծանրալսությամբ եւ այդ մարդիկ երեխաներ չեն, դա բնածին ծանրալսությունը չէ, դա ընդհանրապես ծանրալսությունն է եւ այսօր երիտասարդների շրջանում շատ մեծ տոկոս են կազմում ծանրալսությունները, տարիքային սահմանափակում չկա։ Երիտասարդները հիմնականում ականջակալերով են։ Դրանք կլինի հրվող, այսինքն վակուումային ականջակալները կամ ուղղակի դրվող ականջակալները, գրեթե ամբողջ օրը իրենք այդ ականջակալներով են։ Ինչ process է տեղի ունենում ականջում, որ տեղի է ունենում օրինակ լսողության իջեցում։
ամենակարևորը այստեղ այն չէ, որ երիտասարդները կիրառում են ականջակալներ, այլ նաև որ թույլատրելի դեցիբելը անցնում են։ Ո՞րն է թույլատրելի դեցիբելը մեր լսողության համար, որ այն չվնասի։ Այսպես, միջինում մինչև 70 դեցիբել, այսպես ասած, դա մաքսիմումն է, կոմֆորտ զոնան, եթե տոկոսով խոսենք, մինչև 60%։ Դրանից ավել անցնելու դեպքում արդեն կարող են զարգանալ բազմաթիվ խնդիրներ։ Օրինակ կարող ենք արդարացնել երկարատև կիրառումը ականջակալների այն դեպքում, եթե երաժշտության ձայնը կամ լսվելիք ձայնը ցածր է։ Թույլատրելի է սա, թե նույնպես վնաս կարող է հասցնել մեր լսողությանը։ Իհարկե պակաս վնաս կհասցնի, քան բարձր դեցիբելներով լսելը, սակայն այնպես չի, որ լրիվ անվտանգ է։ Հաշվի առնենք, որ ժամանակահատված կա, ճիշտը մի 2-ից 3 ժամ կիրառելն է, դա ամենաճիշտն է։ Իսկ տարբերություն օրինակ ներհրվող ականջակալների եւ ուղակի դրվող, այսպես ականջին հպվող ականջակալների միջև ունենք տարբերություն։ Լսողության վնասման ունենք տարբերություն, որովհետեւ համարվում են, որ առավել անվտանգ ականջակալները դրանք այդ մեծ արտաքին ականջակալներն են, իսկ ներհրվող, որոնք անմիջապես արտաքին լսողական անցուղի մեջ են ներդրվում եւ մաքսիմալ մոտ են թմբկաթաղանթին, մաքսիմալ շուտ են իմպուլսները հասցնում, դրանք առավել վտանգավոր են, մանավանդ եթե հաշվի առնենք, որ դեցիբել, նորից եմ ասում, ձայնի թույլատրելի ձայնի բարձրությունը միշտ էլ գերազանցում է, համարյա միշտ։ Կան զուգահեռ այլ վնասներ ականջակալներից։ Կան, Անի ջան, որովհետև ականջակալները առնչվում են մաշկի հետ անմիջապես, կարող են առաջանալ մաշկաբորբեր, ինչպես նաև արտաքին լսողական անցուղի մոտ այդ ներդրվող վակուումային ականջակալները, երբ մտնում են արտաքին անցուղի, իրանք առաջացնում են նաև սնկային խնդիրներ ականջներում, այսինքն երբեմն դիմում են շատ ականջակալներ երկարատև կրած մարդիկ եւ ասում են, որ ականջում քոր ունեն, որովհետև առաջանում են սնկային խնդիրներ։ Դա մաշկային խնդիրներն են, այսինքն բացի նրանից, որ ունենք նաև լսողական նյարդի վրա ազդեցություն, ունենք արտաքին, այսինքն մաշկի վրա առաջացնող խնդիր։ Կարող են դրանից գլխացավեր, այլ բացական ազդեցություն ունենալ մարդու առօրյայի վրա։ Կարող են ունենալ երկարատև ականջակալների կրումը եւ անթույլատրելի դեցիբելներով այդ լսելուց կարող են իհարկե հոգնածություն է առաջանում են գլխացավեր, կարող է, չէ, օրինակ մարդու մոտ սկսել այդ լսողության իջեցումը, ուղղակի կարող է դիսկոմֆորտ զգալ, բայց չհասկանալ, թե անմիջապես մարդը հասկանում է, որ լսողությունը նստել է։ Ոնց գլխի ընկնել։ Չէ, դուք ճիշտ եք, այնպես չի, որ հենց պացիենտն է բուժառուն է ասում, որ ինքը վատ է լսում, սովորաբար շրջապատն է ավելի շուտ նկատում, որ կան լսողական խնդիրներ, տանեցիները, ընկերները։ Առաջին ահազանգ կարող է լինել նա, որ օրինակ մի քանի անգամ են մարդը ասում է, որ հարցնում եմ, մի քանի անգամ եմ հարցնում, ինչպես, ինչ ասացիք, այսինքն դա խոսում է նրա մասին, որ ինքը մտածում է անուշադիր եմ, գերհոգնած եմ, բայց իրականում դրա տակ թաքնված է սկսվող ծանրալսություն։ Կամ հեռուստացույցի ձայնն են սկսում բարձրացնել, արդեն դա հազանգ է, որ ահա, ուրեմն մի բան այն չէ։ Իրենք չեն զգում, որ բարձրացնում են, այո, բայց տանեցիները իհարկե զգում են, որ հեռուստացույցի ձայն կամ ականջում դիսկոմֆորտը, ցավը, աղմուկը։ Ասա ամենաշատ տարածված խնդիրն է, որ մարդը անդադ գանգատվում է, որ ականջումս ինչ որ ձայն կա, ինչ որ աղմուկ կա, խշշոց կա, հատկապես տարեց մարդիկ են գանգատվում սրանից։ Այո, ականջում աղմուկները հիմնականում ավելի մեծ տոկոս են կազմում այն դեպքերը, երբ որ պացիենտը բուժառուն դիմում է ականջի աղմուկով, քան ծանրալսությամբ։ Եվ ականջի աղմուկով արդեն հետազոտությամբ պարզվում է, որ ունի նաև ծանրալսություն, որովհետև ես ուզում եմ, որ հստակ հասկանանք, որ ականջում աղմուկի դեպքում պարտադիր առաջին հերթին դիմում են ականջաբանի, ականջի հետազոտության համար, աուդիոմետրիկ քննության, որը կարող է դիմում։ Այդպես էլ են անում։ Այո, եթե հարկ լինի, արդեն ականջաբանը միանշանակ ուղղորդում է նյարդաբանի, որովհետև ոչ բոլոր ականջի աղմուկներն են պայմանավորված լսողական նյարդի վնասումով, բայց առաջինը, որպեսզի հայտնաբերենք կա ծանրալսություն թե ոչ, դա աուդիոմետրիկ քննությունն է։ Ականջում աղմուկը նշեցինք, որ տարածված խնդիրներից մեկն է։ Ունի այն բուժում, որովհետև ես անդադ առնչվել եմ, որ մարդիկ երկարատև գանգատվում են այս խնդրից, ու սա գնալով կարծես թե ավելի շատանում է, մարդուն խանգարում է, նույնիսկ ասում է, ուզում եմ քնեմ, այդ աղմուկը ինձ խանգարում է։ Կախված նրանից, թե ականջի աղմուկը ինչով է պայմանավորված։ Եթե օրինակ տարական բանալ ծծմբային խցան է եւ մարդը ունի ականջի աղմուկ, այո, իհարկե, ծծմբախցանի հեռացումից հետո աղմուկը իսպառ վերանում է։ Եթե ունենք միջին ականջում խնդիրներ, որոնք ենթարկվում են թե դեղորայքային բուժման, թե վիրահատության
գնահատական միջամտության, այո, ականջի աղմուկը վերանում է։ Սակայն եթե ունենք լսողական նյարդով վնասումով պայմանավորված ականջի աղմուկ, այս դեպքում ժամանակը շատ մեծ նշանակություն ունի։ Որ ժամանակահատվածը միանշանակ, որտեղ գոյություն ունի հանկարծակի կամ սուր առաջացած լսողական աղմուկ եւ ծանրալսություն, այս դեպքում դիտարկում ենք որպես սուր դեպք եւ հրատապ անմիջապես կատարում ենք մեր լեզվով ասած լաբիրինտային ռեանիմացիա, այսինքն անմիջապես փորձում ենք վերականգնել լսողական նյարդը։ Եվ այս դեպքում մեծ տոկոս է կազմում այն դեպքերը, երբ որ աղմուկն է վերանում կամ թեթևանում եւ նյարդը վերականգնում է, սակայն եթե անցնում է ժամանակ եւ ժամանակ ասելով Անի ջան, եսի նկատի ունեմ 20 օրից արդեն 1 ամիսը դա արդեն ուշ է համարվում։ Այո, այդքան ժամանակ անցնում է, այս դեպքում արդեն աղմուկի հարցնել է բավականին բարդ, ել չասեմ լսողության վերականգնումը։ Այս չբոժվող աղմուկը դրանով է պայմանավորված, որովհետև մարդիկ դժվար մեր հայերենի մեջ չկա այդպիսի մշակույթ արագ բժշկին դիմելու, դա այնքան պետքա հոգնեցնի մարդուն, որ նոր ինքը դիմի բժշկին։ Կա այդպիսի բան եւ մի բան էլ կա, բայց գոյություն ունի տինիտուս հասկացողություն աղմուկ ականջներում, երբ որ մարդը օրինակ առավոտյան արթնանում է եւ ասում է հանկարծակի ականջումս աղմուկ ունեմ։ Այս տինիտուսը ինքը կարող է պայմանավորված չլինել լսողական նյարդի վնասումով, որևէ հետազոտությամբ որևէ բան չի հայտնաբերվում, իսկ այս դեպքում մարդիկ բազմաթիվ հետազոտությունների են դիմում, որովհետև կյանքի որակի հետ գործ ունեն, իրենց դա խանգարում է առօրյայում եւ չի հայտնաբերվում որևէ խնդիր ու իր բուժման տարբերակները բավականին բարդ են։ Հնարավոր է հանկարծակի ինքն իրեն անցնի, սակայն հնարավոր է, որ այդպես էլ ուղղորդի մարդուն կյանքի ընթացքում։ Հարկավոր է հետազոտվել։ Մեկ անգամ եւս պիտի կրկնենք, որ հարկավոր է ցանկացած սիմպտոմի դեպքում դիմել ականջաբանի։ Հնարավոր է, որ մարդը արթնանա ու ուղղակի հասկանա, որ չի լսում։ Այո։ Այդպիսի դեպքեր շատ ենք ունեցել եւ հենց վերջերս այդպիսի դեպք եմ ունեցել երիտասարդ տղամարդու մոտ 32 տարեկան անմիջապես առավոտյան արթնացել եւ ասում ես հասկացա որ մի ականջս բացարձակ չի լսում պատճառների մասին խոսել ինքը իրան հետաքրքրում էր ինչն է պատճառը հետազոտություններ են արվել բազմաթիվ որովհետեւ նաեւ նյարդաբանն են գրկված այս process-ի մեջ մեր գոլեգաները սակայն իրականում լինում են դեպքեր երբ որ պատճառն այդպես էլ չի հայտնաբերվում այսինքն ունենում ենք իդիոպաթիկ խլություն կամ իդիոպաթիկ ծանրալսություն լինում է այդպես պատահում է Իսկ եթե պատճառը չի հայտնաբերվում, կարող ենք ենթադրել, որ բուժումն էլ չեն կարողանում առաջարկել, թե ինքն իրեն կարող է վերականգնել այս այս դեպքում մոտեցումներն այլ են, միանգամից առաջացած հանկարծակի ծանրալսության կամ խլության դեպքում հրատապ դիմում ենք բուժման մեթոդների, դրանք հորմոնալ պրեպարատներն են, որոնցով արդեն սկսում ենք փորձել վերականգնել մեր լսողական նյարդը եւ արդեն ժամանակը ցույց է տալիս ամեն դեպքում եթե մարդը անմիջապես ունենալով գանգատդիմում է բժշկի հավանականությունը շատ ավելի մեծ է որ կունենանք դրական դինամիկա կամ առողջացում քան եթե օրերով, ամիսներով, տարիներով չի դիմում եւ մի օր որոշում է հասկանալ ինչումն է իր խնդիրը Իսկ հնարավոր է օրինակ լսողության այսպես բարբերական վերականգնում եւ կորուստ, հա, այն որ ասում լսողությունս գնում գալիս է, հնարավոր է այսպեսի երևույթ։ Լինում են այսպիսի դեպքեր, լինում են նաեւ պացիենտները նշում են ականջս փակվում է, հանկարծ օրվա մեջ լրիվ փակ է եւ հանկարծ երեկոյան օրինակ բացվում է։ Այս դեպքում մեծամասամբ ոչ բոլոր դեպքերում իհարկե, բայց մեծամասամբ գործ ունենք Եվստախյան փողի խնդիրների հետ, որովհետեւ մենք միջին ականջում ունենք Եվստախյան փող, որը կարգավորում է ճնշումը արտաքին եւ ներքին օրգանիզմի եւ Եվստախյան փողի ճնշման տատանման հետևանքով վակուում կարող է առաջանալ եւ առաջանում է ականջի փակվածություն։ Այս դեպքում արդեն պիտի հասկանանք, որ միայն ականջով չի պայմանավորված խնդիրը, առաջնային խնդիրը դա օրինակ քթի խոռոչում է, կոկորտի բորբոքային process-ներն են, չէ՞ որ մեր 3 քլոր օրգաններն էլ համակարգերը միմյանց հետ միանշանակ սերտ կապված են։ Հատկապես լեռնային շրջաններ այցելելուց կամ արտահայտված է ինքնաթիռում, տեղի ունեմ ականջների փակվածության զգացողություն, ինչ-որ ճնշման զգացողություն։ Արդյոք սա նորմալ է եւ կա որևէ ուղեցույց կամ խորհուրդ մարդուն այս իրավիճակը մի փոքր թոթափելու համար։ Ինքը ճնշման տատանման խնդիր է, այսինքն հանդիպում է եւ բարձր տեղեր բարձրանալիս եւ դայվինգ անելու ժամանակ նույնպես հաճախ ենք ունենում այդ խնդիրները, այսինքն ճնշման կտրուկ տատանում ունեցանք, կարող ենք ունենալ։ Լինում է ավելի մեծ տոկոս է կազմում այն մարդկանց մոտ,
ովքեր ունեն քթում խնդիրներ։ Եթե ունենք ազատ քթային շնչառություն, եթե չունենք որևէ խոչընդոտ, ավելի մեղմ են ընթանում այդ սիմպտոմները։ Սակայն եթե ի վերջո ունենք այդ տհաճ զգացողությունները, խորհուրդը ինչպիսին է, որպեսզի ճնշումները հավասարեցնենք, օրինակ ինքնաթիռում վերելքի, վայրեջքի ժամանակ ծամոն ծամել, այսպես ասած թուքը կուլ տալ քիթը փակ վիճակում, որպեսզի փորձենք Եվստախյան փողը բացենք եւ իհարկե քթային դժվարաշնչությունների ժամանակ օգտագործել սիմպտոմատիկ սպրեյներ, որպեսզի խեցիների այտուցը իջեցնենք եւ մեղմացնենք սիմպտոմները։ Հաստատ դուք եք հանդիպել, ես կոնկրետ մի դեպքի առնչվել եմ, երբ որ ինքնաթիռում մարդու ականջի թաղանթը ուղղակի պատրվել է։ Այո, լինում է այդպես։ Խնդիրը ականջի հետ կապված, թե այստեղ էլի ճնշման տատանումների հետ կապված պետք է զգուշ լինել։ Այո, խնդիրը կրկին ճնշման տատանումների հետ է կապված է ճնշման կտրուկ տատանման հետ եւ ինչպես նշեցի, խնդիրների հետ տվյալ մարդու մոտ, օրինակ կան քթային շնչառության դժվարություն, թե ոչ։ Ուզում հասկանալ, հնարավոր է խուսափել այդ խնդրից։ Հնարավոր էր խուսափել, եթե որոշակի վարժություններ օրինակ կատարվեին իմ նշած վարժությունից կամ ամենաառաջինը, եթե ունի գանգատ մարդը քթային դժվարաշնչություն, եթե ունենք խնդիր, խեցիների խնդիր, պոլիպոստինոզիտներ, միջնապատի թեքվածություն, այդ ամենը շտկելու հետևանքով մենք մի քանի անգամ կարող ենք մեղմացնել սիմպտոմները եւ չհասնել նման խնդրի։ Արդյոք այդ ծանրալսությունը կամ լսողության իջեցումը կարող է բերել հասցնել ընդհուպ խլության։ Կարող է բերել խլության, դրա համար մենք միշտ ասում ենք, որ անհրաժեշտ է անպայման կանխարգելել եւ հենց առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում կանխարգելել, ժամանակին դիմել բժշկի եւ եթե ունենք արդեն կայուն ծանրալսություն, որը արդեն չենք կարող վերականգնել, պիտի մի բան հասկանանք, որ այո, չենք կարող վերականգնել, եթե շատ երկար ժամանակ է անցնում եւ պայմանավորված է լսողական նյարդի վնասումով, բայց կարող ենք process-ը կանգնեցնել եւ չթողնել, որպեսզի գնանք դեպի խլություն։ Դրա համար անհրաժեշտ է տարին 1-ից 2 անգամ այցելել ականջաբանի, անցնել հետազոտություն, դա թիրախմբերին է շատ վերաբերվում, օրինակ բարձր ձայներում աշխատող մարդկանց եւ 50-ից հետո, որը դիտվում է այսպես ասած տարիքային ծանրալսություն, ցանկալի է տարին 1 անգամ գոնե անցնել հետազոտություն, որպեսզի հասկանալ ինչ վիճակում է լսողական նյարդը եւ ինչ խորհուրդներ կարող ենք ստանալ, որպեսզի խուսափենք լրիվ վերացումից կամ խլացումից։ Տարիքային ծանրալսության դեպքում նույնիսկ դիմելու դեպքում բժշկին հնարավոր կլինի մարդուն օգնել։ Հնարավոր կլինի մարդուն օգնել, որովհետև Անի ջան, ծանրալսության բուժման եղանակներից մեկը լսապրոթեզավորումն է, այսինքն լսողական ապարատների կրումը, ինչը մարդիկ չեն ուզում ընդունել, սակայն պիտի հասկանալ, որ դա կյանքի որակը շատ անգամ բարձրացնում է, եւ ես միշտ համեմատում եմ, ասում եմ, որ սկսում են ընդդիմանալ, ոչ, չենք ուզում, ամոթ է, չենք ուզում կրենք, ինչու լսողական ապարատ, միշտ մի բան եմ ասում, հարգելիներս, եթե մարդը վատ է տեսնում, ինչ է կրում։ Ակնոց, իսկ ինչու պիտի վատ լսելու դեպքում լսողական ապարատ չկրի։ Այդ դեպքում արդեն սենց ուշադիր նայում են, այո, եւ այո, լսապրոթեզավորումը հանդիսանում է ծանրալսության բուժման եղանակներից մեկը արդյունավետ։ Ինքը չի լուծում խնդիրը, այսինքն չի վերացնում ծանրալսությունը, սակայն միանշանակ մի քանի անգամ բարձրացնում է կյանքի որակը, չէ՞ որ երբ որ մարդ վատ է լսում, արդեն միջավայրում սկսում է մեկուսանալ, առաջանում են դեպրեսիաներ, մարդը չի ուզում մասնակցի միջոցառումներին, անգամ հարազատների հետ շփումը սկսում է սահմանափակել, որովհետև չի ուզում, որ մարդիկ նկատեն, որ ինքը վատ է լսում։ Իսկ երբ որ դու կրում ես լսողական ապարատ, այն դեպքում եթե այլ լուծում չկա եւ լինում ես արդեն հասարակության լիարժեք անդամ, ամեն բան շատ ավելի հեշտ է եւ ճիշտ։ Համամիտեք։ Միանշանակ, իհարկե, ամենակարևորը կյանքի որակը բարձր պահելն է եւ ապրած տարիները լիարժեք ապրելն ու վայելելն է։ Միանշանակ։ Շնորհակալություն դոկտոր ջան մեծ հյուրընկալվելու համար, հուսով եմ, որ ձեր խոսքերը մարդկանց կտրամադրեն եւ վաղ կդիմեն ու կյանքի որակը դրանից չի տուժի, կապրեն լիարժեք լսողությամբ հասարակությանը ինտեգրված մարդիկ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ հետաքրքիր եւ բովանդակալից հարցազրույցի համար։ Եթե զգում եք, որ շրջապատին դժվար եք ընկալում, դա մի կապեք անուշադրության հետ, դիմեք բժշկի, ունեցեք հստակ ախտորոշում եւ բուժում, ապրեք լիարժեք, առողջ եղեք։